Բագրատ arczepiskopos Գալստանյանն օրերս այսօրին տված հարցազրույցում անդրադարձել է պատմական հոգևոր ժառանգության ոչնչացմանը, շեշտելով, որ այսօր անխնա վերացնում են այն, փորձելով Արցախում ջնջել հիշողությունը, հոգևոր ու մշակութային ժառանգության շարունակականությունը։ Անդրադառնալով Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահ Շուքուր Փաշազադեի այս թեմայով հայատյաց հայտարարություններին, Սրբազան պայքարի առաջնորդը հարց է հնչեցնում։ Օրինակ, մի պահ վերցնենք, որ եկեղեցին չի անդրադարձել վեհապարը չի պատասխանել Փաշազադեի հայտարարություններին։ Հայաստանի իշխանությունը որպես աշխարհի տարբեր անկյուններում հայկական ժառանգության երաշխավոր ծպտուն հանել է, որևէ բառ ասել է։ Բագրատ Սրբազանը որպես պատասխան հավելում է, որ հակառակը դատական գործերն են հետ վերցնում։ Ճակերտավոր խաղաղության պայմանագրի լույսի ներքո են ուզում հարցերին իբր թե լուծում տալ։ Հոգևոր պատմական հուշարձանների ջնջելու, քանդելու, վանդալիզմի ենթարկելու փաստը Սրա մասին ինչ գործունեություն է, ոչ մի, բացարձակ ոչ, եւ դեռ անհանգստանում են երևի, երբ այդ մասին խոսում, որովհետեւ իրենց ցանկությունն է, որ ջնջվի, իրենց այս տեղական ենթականների ցանկությունն է, որ ջնջվի, որպեսզի իրենց խոսքն էլ արժեք ունենա, չէ՞ որ Արցախ Հայաստան էր եւ վերջ, հիմա ինչ որ ձևով պիտի փոխեն, չէ՞ դա, ասեն որ Դե չկա, հետք չկա, ինչ հետք։ Մենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, եկեղեցու մեջ ենք։ Մեր անելիքը պետք է գործադրենք, մեր անելիքների մասին պետք է խոսենք, մեր անելիքներով առաջ գնանք։ Մեր անելիքները նաև այդ պաշտպանությունն են ենթադրում։ Շեշտել է Բագրատ Սրբազանը հավելելով, որ այսօր հայոց պետականության, հայոց կյանքի միակ բացարձակ թշնամին այդ չարիքն է, որը նստած է կառավարության գլխին եւ այս հարցը պետք է լուծվի նրան հեռացնելով։